Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ բացատրության բովանդակության հասնելը ցանկանում նշել, որ հնարավորինս շատ կրճատել ենք վերաքննիչ բողոքում նշված հարցերը, մասնավորապես այնտեղ չեն վկայակոչվի այնպիսի ապացույցներ, որոնք ըստ էության Դավիթ եւ Գոռամբարձումյանների վերաբերյալ դեպքին չեն առաջվում կամ առաջվում են այնքանով, որ ընդհանուր դեպքն նկարագրվում է չեն անդրադառնում գործողություններին, եւ ինչ բացատրության հասնելը ես հակիրճ ասեմ, հա մենք դատական ակտի ինչ պատճառաբանությունների ինչ եզրանումների համաձայն չենք, ըստ էության առաջացան դատարանի ինչ ավել, հա մեղադրական վերդիկտ կայացնելու համար դատարանի դրամանության տակ երկու տեսակի ապացույցներ ունեցել, մասնավորապես դժողների վկաների ցուցմունքներ եւ համապատասխան տեսակություններ, նաեւ որոշակի գրավոր փաստաթղթեր կային, որոնք ըստ էության գործողությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չեն տանում։ Համապատասխան ցուցմունքների մասով վկաների դժողների այդտեղ եւս երկու խմբի հնարավոր բաժանել, այնպիսի ապացույցներ, որոնք նախաքննության եւ դատաքննության ընթացքում եղել են բովանդակ, եւ այնպիսի, որոնք նախաքննության ինչ-որ փուլից իրենց բովանդակությունը փոխել են, այլ տեսակի ցուցմունքներ են արձանագրվել, կամ այնպիսի, որոնք նախաքննության ընթացքում եղել են մի կերպ, իսկ դատաքննության ընթացքում արդեն փոխվել են։ Այս պայմաններում Պատվժն առաջայցանի դատարանը դատական ակտ կայացնելիս հիմք ընդունել միայն այսպիսի ցուցմունքներ եւ այդ ցուցմունքների այն հատվածները, որոնք միայն մեղադրական բնույթի տեղեկություններ են պարունակում, իսկ օրինակի համար նույն անձը սկզբնական շրջանում ցուցմունքը տվել է, հետագայում ցուցմունքը հերքել է, ասել չէ, դա չի եղել այն կերպ, այլ մեզ դատարանը հիմնավորը համարել սկզբնական ցուցմունքը եւ ի վերջո այդ ցուցմունքները դատարանը ինչը պաշտպանության կողմից ավելի մեծ խախտում է համարում, միակ օբյեկտիվ ապացույցի տեսակցությունը չի համեմատել, որպեսզի հասկանալ ավերջ այդ մարդու որ ասած ճիշտ սկզբնական թե հետագա ասած։ Սա այդ մասով Պատվժն դատարան, ինչպես նաև այդ արժանահավատության գնահատման շրջանակներում դատարանը երբ որ փորձել է այս կամ այն ցուցմունքի արժանահավատությունը գնահատի, մեր համար ակնհայտ է, որ ամեն կերպ փորձ է կատարվել այնպիսի ցուցմունքներին արժանահավատություն տալ, որոնք մեղադրական բնույթի են, նշվել է ինչ-որ ազդեցությունների մասին, ինչ-որ օպերատիվ գրության մասին եւ այլն, դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը հաստատության կներկայացվեն։ Ընդհանուր առմամբ Պատվժն դատարան էս է, որ դա համաձայն չենք մենք նրա հետ, որ դատարանը ինչպես է գնահատել ցուցմունքները, ինչու է համտեսել համապատասխան տեսակցությունը, ընդհանուր բացատրությունը այս շրջանակներում անել։ Քանի որ Պատվժն դատարան հնարավոր չի առանց անձանց ցուցմունքները վկայակոչելու թեկուզ մասնակի, բայց այն բովանդակության, որը ամբողջությամբ արտացոլում է նրանց ասածը, ստիպված են լինելու որոշ անձանց ցուցմունքները հրապարակել թե դատաքննական, թե նախաքննական, որպեսզի եւ դատարանին եւ հանրության համար բազ լինի, թե ինչի մասն է խոսքես, դեպքը ինչ ապացույցներ ունի տակ եւ այլն։ Այսպիսով Պատվժն դատարան դատավճռի հրապարակման, ինչպես արդեն դատարանները արձանել է, Դավիթ Համբարձումյանը ներկա չի գտնվել, քանի որ համապատասխան դատողությունը դատարանի կողմից ունեցել է, հետագայում ստացել են վրիպակի մասին ուղղման որոշում եւ ծանոթանալով բողոքարկող դատական ակտին ու գտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի եւ Գոռ Համբարձումյանի մասով դատավճիռը անդրադառնում է եւ չպատճառաբանված, ըստ անօրինական։ Դատավճիռը վերանշված մասով չի բխում քրեական գործում արկա ապացույցներից, դատարանի կողմից չի իրականացվել օբյեկտիվ լրիվ եւ բազմակողմանի քննություն, քրեական գործի նյութերում արկա Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների անմեղության մասին վկայական դեպքերի ապացույցները դատարանի կողմից անտեսվել են, ինչի արդյունքում արդարացման դատավճռի փոխարեն կայացվել է մեղադրական դատական ակտ։ Այս առումով մանրամասն հանրահավաքի կատարվի Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների նկատմամբ մեղադրական դատավճռի կայացնելու ընթացքում դատարանի կողմից օգտագործված ապացույցների ծավալին, դատարանի կողմից այդ ծավալի գնահատման չափանիշներին, ինչպես նաեւ այդ գործընթացում դատարանի կողմից թույլ տված ակնհայտ սխալներին եւ անտեսված ապացույցներին։ Առանձին հանրադասը կատարվի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված նախադեպի իսկ պատժին, այդ գործընթացի պատճառների եւ նպատակների։
Սույն բացատրությամբ ապացույցները կներկայացվեն հնարավորինս հակիրճ, սակայն այդ ապացույցները սույն բացատրությամբ չներկայացվել չեն կարող, հաշվի առնելով դրանց կարևորությունը եւ այն հանգամանքը, որ բողոքարկող դատական ակտը հենց այդ ապացույցների վրա է կառուցված եւ առանց դրանց բովանդակության հրապարակման եւ հանրայնացման հնարավոր չի նկարագրել դեպքի իրական պատկերը եւ դատական անմերքելի անմեղության առաջադրված մեղադրանք։ Այսպես դատարանը պատասխանատվեցնել չեն հրապարակյան, մատնաշել ապացույցների ծավալը, թե ինչ է օգտագործել, դրանց գնահատում, արժանահավատության չափանիշի վերհանում, բավականին ծավալուն հատված կա բողոքարկող դատական ակտում, ինչի արդյունքում հանգելա, որ դատարանը հաստատված է համարը, որ 2018 թվականի ապրիլի 22-ին ժամը 16:17 ժամանակահատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, վերջինիս երկար Գոր Համբարձումյանը եւ քրեական գործով 58 պարզված այլ անձինք Արարատի մարզի հայերենից տոհտաշատ գյուղերի խաչմերուկի վանուն կատվածում, բացի այդ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների եղքը դեպի Երևան քաղաքի հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու, տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենանով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաքական ճանապարհը, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը, Գոր Համբարձումյանը եւ մյուսները խմբի կազմում միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ փոխհրացնելով, բացի այդ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով հանրահավաքի մասնակիցների հասցին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակը բռնություն են գործադրել, ոտքերով, ձեռքերով եւ որպես զենք օգտագործող նախապես իրենց հետ վերցված մահակներով, քարերով հարվածներ են հասցրել երկրի մասնակիցներին։ Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը գործատեղի հատվածում կրել է զենքի նմանվող առարկա, հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի եւ սարսափի մթնոլորտ եւ խմբի կազմում այդ թվում Դավիթ Համբարձումյանի հետ, սա ինչպես դատական ակտում կա, ես նույնությամբ մեջբերում եմ Դավիթ Համբարձումյանի հետ։ Բռնություններով եւ ոտքերով հարվածներ են հասցրել ցույցի մասնակիցներ Արա Պողոսյանի եւ Աբրահամ Ինջուլյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս։ Այդ ամենի ընթացքում խմբի ինքնություն չպարզված մյուս անդամները մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով եւ այլ առարկաներով, ինչպես նաեւ ձեռքերով, նույնպես զուգահեռ հարվածներ են հասցրել Արա Պողոսյանի, Աբրահամ Ինջուլյանի, Արցախի եւ Խաղաղ երկրի այլ մասնակիցներին։ Միջադեպի ընթացքում Դավիթ Համբարձումյանը սև գույնի ավտոմեքենայից վրայից որպես զենք օգտագործող քննությամբ չպարզված առարկայի գործադրությամբ տեղակ է արձակել Խաղաղ երկրի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծվել է վախի եւ սարսափի մթնոլորտ։ Նույն միջադեպի ժամանակ Գոր Համբարձումյանը ձեռքով հարվածել է Հովհաննես Բաղդասարյանին, վերջինիս առողջությանը վաճառելով թեթև վնասականիշներ, չպարունակող մարմնական վնասված, որն արտահայտվել է համապատասխան նկարագրությունը կա եւ հարվածել է ավտոմեքենային, դրանով պատճառել է 33,000 դրամի գույքային վնաս։ Պատժան դատան, ես համոզված եմ, որ մեր բացատրության վերջում դուք կհամոզվեք, որ ես այն ամեն ինչ դատարանը հաստատված է համարել, ես ընթերցեցի, իրականությանը համապատասխանում էին դեպքի օրը եւ ժամը։ Մնացած բոլոր այն հանգամանքները, որ դատարանը հաստատված համարել, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Պատժան դատան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից, առաջացանի դատարանի կողմից, որպես հետազոտված թույլատրելի ապացույցներ թվարկված անձանց ցուցմունքներից յուրաքանչյուրի դեպքում, դատարանի կողմից դատական ակտի մեջբերված բովանդակությունը պարունակում է էական բացթողումներ, անհրաժեշտ ենք համարում վերստին ներկայացնել նշված անձանց ցուցմունքների բովանդակությունը, միաժամանակ անդրադարձ է կատարվելու Դավիթ եւ Գոր Համբարձումյաններին արտադրող ցուցմունքների ոչ արժանահավատ գնահատելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունների եւ այն հանգամանքների, որոնք դատարանը անկեսել է։ Դավիթ Համբարձումյանը դատախազության ընթացքում ցուցմունք տալիս նշել է, որ դեպքի օրը Մասիս քաղաքից գնացել է դեպի Արգավան։ Խաչմերուկ չհասած ցանում է եղել, առաջ գնալու տարբերակ չի եղել, իջել մոտեցել է Խաչմերուկին, հասկացել է, որ մարդիկ կային, որ ուզում են Երևան գնային, բայց չի կարողանում։ Վիճաբանություններ տեսել է, որ ոստիկանները փորձել են հանդարտեցնել, ինքն էլ մոտեցել է, որ օգնի, այդ ժամանակ իրեն են մոտեցել իրեն ճանաչողներ եւ ասել, որ որոշ մարդկանց բերման են ենթարկել, խնդրել են օգնել, որ ազատ արձակեն։ Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվել եւ ցուցարարները գնացել են իրենց ճանապարհով։ Հայտնել է, որ միայնակ իր մեքենայով է եկել դեպքի վայր, այլ մեքենաներ իրեն չեն ուղեկցել, մեղադրյալներից որևէ մեկին չի տեսել դեպքի վայրում։ Թե ով է փակել Խաչմերուկը տեղյակ չի, դեպքի վայրում գտնվել է մոտ կես ժամ, զենք երբևէ չի ունեցել,
իր ներկայությամբ մահակների, քարերի, ավտոմեքենայի խլացուցիչի օգտագործման միջադեպ չի եղել, սակայն հնարավոր է, որ իր հասցնած առաջին տեղ ունեցել այդ դեպքերը։ Հայտնել է նաև, որ միայնակ է գնացել այդտեղ, եղբայրը իր հետ չի եղել, իսկ տարածված տեղեկությունները, թե եղբորը մասնակցել են այդ ամենին, իրականությանը չի համապատասխանում։ Նշել է նաև, որ դեպքի վայրում ինքը չի կրակել, նման պահվածքը անվանել է համայնքի ղեկավարին անվայել, նշել է, որ այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Դատարանը Դավիթ Համբարձումյանի ցուցմունքին անդրադառնալով նշել է, թե այն արժանահավատ չէ եւ նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից։ Սակայն նրա ցուցմունքը դատարանի կողմից հիշատակվել է ապացույցների այն ծավալում, որով դատարանը առաջնորդվել է Դավիթ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելիս։ Այս առումով պետք է նախ նշել, որ ցուցմունքի մասնակի արժանահավատության մասին որևէ դատողություն չի կարող ունենալ իրավական ողջամտության սահմաններում ու անձրական դոկտրինական պրակտիկ հիմնավորում։ Հաջորդիվ պետք է նշել նաև, որ ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ դատողությունը չի կարող եւ չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ այդպիսի մոտեցման թույլատրման բարակայում դատական ակտը վերացարկում է դատական բավարարի նյութերից ու կրում է հռչակագրային գնոց, ինչով հանգեցնում է չպատճառաբանված դատական։ Այլ իրավիճակ կլիներ, եթե դատարանը Դավիթ Համբարձումյանի հայտնած տեղեկությունները համադրել որևէ հավաստի արժանահավատ ապացույցի հետ եւ մատնանշել այնպիսի հանգամանքներ, որոնք կվկայեն Դավիթ Համբարձումյանի կողմից տրված ցուցմունքի անարժանահավատության մասին։ Սակայն սույն դեպքում դա չի արվել, քանի որ նման ապացույցներ դատարանում չեն հետազոտվել։